Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել։ Ռահամ Մուստաֆայևի հետ հանդիպումը տևել է շուրջ 1 ժամ։ Մոսկվայի պաշտոնական մեկնաբանությամբ դիվանագետը նախարարություն է կանչվել Բաքվի անբարյացակամ գործողությունների և ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալության համար։ Սպուտնիկ Ադրբեջան լրատվականից 2 աշխատակցի են ձերբակալել, նրանց որպես գործակալներ ներկայացնելով։ Մինչ այդ Ռուսաստանում ադրբեջանցիների էին ձերբակալել։ Պեսկովը շտապել է հայտարարել, Ռուսաստանում ադրբեջանցիների հետ կապված վերջին իրադարձությունները չպետք է դեմարշների պատճառ դառնան։ Կարևոր է շարունակել աշխատանքը բացատրելու այն իրադարձությունների պատճառներն ու բնույթը, որոնք ադրբեջանական կողմի կարծիքով պատճառ են հանդիսացել նման դեմարշի համար։ Պեսկովը նաև անընդունելի է համարել լրագրողների ձերբակալությունները։ Բաքվից պատասխան չի հնչել, շարունակում են նեղացած կեցվածքը։ Ինչու՞։ Ձեռնտու է, ստրատեգիական հեռավորություն են ապահովում, նշում է քաղաքագետը։ Ադրբեջանը այսօր խնդիր ունի որոշ առումներով սահմանափակելու Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, եւ դա այդ խնդիրը Ադրբեջանի առջև ըստ էության եւ նոր չէ եւ միայն Ադրբեջանի մեջ է։ Դա առաջին հերթին իհարկե Թուրքիայի թերադրանքով կանացող քաղաքականություն է։ Ադրբեջանը Թուրքիայի պատվերն է կատարում Ռուսաստանից հեռանալով։ Ընտրությունը հեշտ չէր, բայց այս պահին անհրաժեշտ։ Պատահական չէր հունիսի 19-ին Էրդողանի հայտարարությունը։ Սիրտը հոգուց չի բաժանվի Թուրքիան Ադրբեջանից։ Թուրքիան այսօր ուղիղ ներգրավվածություն ունի Ադրբեջանի ներքին քաղաքականության մեջ, Թուրքիան է թելադրում Ադրբեջանի վարքագիծը եւ թուրք-ադրբեջանական տանդեմը համատեղ որոշել են որոշակիորեն Ռուսաստանից արդեն հեռավորությունը պահպանել եւ Ադրբեջանում եւ Ռուսաստանում տեղի ունեցող փոխադարձ հրաձգությունները կարելի է բացատրել այդ համատեքստում։ Ռուսական լրատվադաշտում վերլուծություններ կան, ըստ որի Բաքու Երևանի փոխարեն սխեման չի գործել։ Մելիք Շահնազարյանի խոսքով Բաքուն պատճառներ է փնտրում այս պահին Մոսկվայից ավելի հեռանալու համար։ Դրանցից մեկն էլ Ակտաուի վրա ինքնաթիռի վթարն էր։ Ադրբեջանն ավելի է մոտեցել Թուրքիային եւ Ակտաուի վրա ադրբեջանական ավիաուղիներ ընկերության ինքնաթիռի վթարը, որի համար Բաքուն մեղադրում էր Մոսկվային, ցույց տվեց երկկողմ հարաբերությունների ողջ երկիմաստությունը եւ ռազմավարական գործընկերության փխրունությունը։ Ադրբեջանի Ռուսաստանից հեռանալու Թուրքիայի հետ ավելի սերտացնելու քաղաքականությունը ո՞ր երկիրն է հիշեցնում։ Նույն ձեռագիրն ու քաղաքականությունը վարում է Հայաստանի վարչապետը, հեռանում է Մոսկվայից, ձգտելով դեպի Թուրքիա։ Այս պահին Հայաստանի շահերը ավելի շատ սպասարկում են թուրք-ադրբեջանական դաշինքի շահերը, քան Հայաստանի շահերը։ Եվ հետեւաբար, եթե թուրք-ադրբեջանական դաշինքը գնում է Ռուսաստանի հետ հակամարտության, կարելի է սպասել, որ Հայաստանի շահերը նույնն են անելու, եւ հետևանքները դրա Հայաստանի համար ցավալի են լինելու, կարող անգամ ողբերգական լինեն։ Բաքու-Մոսկվա սրվող հարաբերություններից Երևանը պետք է օգտվի, բայց ինչ է անում։ Գրեթե նույն բովանդակությամբ երկու երկրից, Ռուսաստանից ու Ֆրանսիայից ուղերձ է ստանում։ Ֆրանսիային չի պատասխանում 1 օր անց, իսկ 1 ժամ չանցած ռուս դիվանագետին կտրուկ պատասխան է տալիս։ Սա իրավական process է եւ սա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, ինչպես դուք մեջբերեցիք իրավացիորեն, պարոն Լավրովը ավելի լավ է չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ներքին քաղաքականությանը։ Մելիք Շահնազարյանն արտաքին ճիշտ քաղաքականություն չի սպասում Հայաստանի գործող իշխանությունից։ Համեմատում է Բաքվի հետ։ Այդքան մեծ կախվածություն ունենալով Թուրքիայից, Բաքուն կարողացել էր մերժել Էրդողանին Ադրբեջանում թուրքական զորքերի տեղակայման հարցում, որպեսզի հետագայում կարողանա Ռուսաստանի հետ շփվելու եզրեր գտնել։ Բայց Հայաստանը հետզհետե կտրում է բոլոր կապերը գերտերության հետ։ Անի Աբաղյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։